գիտեք ինչ այդ ընտրությունները որ անցան, դա քաղաքական ընտրություններ չէր, դա ընտրություններ Չարիքի եւ Բարիքի միջև, Ռուսաստանի եւ Հայաստանի։ Եթե կանդիդատները բոլորը լինեին Հայաստանից, հայասեր, չէ, ինձ տարբերություն օրինակ չէր լինի ում են ընտրում։ Կարևորը Հայաստանի օգտին աշխատի այդ մարդը։ Բայց ոնց որ ասել եմ, ես իրավունք չեմ ունեցել ընտրության, ես հայկական պասպորտ չեմ ունեցել երբեք, անձնագիր, ու ինձ համար ինչ նշանակություն ուներ այդ ընտրությունը, որ Եթե ոնց որ տեստ լներ, հայերը բարձրագույն մարդիկ են, թե ցածր մարդիկ։ Կարամ ես հպարտանամ, որ ես հայ եմ, թե ոչ, այդ հարցներ ինձ համար անձամբ։ Ու գիտեք ինչ, մյուս քայլը ինչ է մնում անել, ասենք որ ընտրեցինք, անես չի որ ասում է եւ жили они долго и счастливо, չէ՞, դա սկիզբն է, որ հաջորդ քայլը պետքա մենք օգնենք մնացած հայերին Չնայած ընդհանուր ես հիասթափված չեմ հայերից, բայց հիասթափված եմ, որ այն բանով, որ չէի սպասում, որ այդքան հայեր կարող է Հայաստանի լավը չուզենան, որ ընտրեն ուրիշ երկիր, այդ մեկը չէի սպասում, բայց մենք պետք է օգնենք իրանց կամ մնացած մարդկանց նոր սերունդներին մանավանդ, որ իրենց հայկական մտածելակերպը վերադարձնենք իմաստուն։ Ես որ եկել էի Հայաստան, մենք ասենք գիդի հետ, չէ, գնացինք նայել հետաքրքիր տեղեր, եւ ես ապշած էի, մինչև հիմա ես չգիտեի, որ հայկական տարրերը այնքան իմաստություն են պարունակում իրենց մեջ։ Այդ իմաստությունը ուր կորցրածա դա չկա։ Դրա համար այդ սովետական միությունը այնքան է հեռացրել մեզ հին իմաստությունից, որ այն ժամանակ հայերը ավելի իմաստուն են եղել, քան հիմա։ Հիմա այդպես տարեր ոչ մեկ չի կարա հնարի։ Բայց այդ իմաստությունը պետք է փոխանցվեր։ Հիմա մեր աշխատանքը պիտի լինի, որ մենք վերադառնանք մեր այդ իմաստությանը, այդ աստվածային իմաստությանը, չէ, այդ շնորհքը տված Աստծուց, որտեվ ես նայեցի երեք ChatGPT-ին հարցրի շնորհքը դա ինչ է նշանակում։ Հետաքրքիր բառ, չէ, Հայաստանում դա մենք հաճախ ենք ասում անշնորհք կամ հակառակը շատ շնորհքով մարդ։ Ու chat-ը ինձ ասեց ֆրանսերեն, որ լավ հասկանամ, noblesse, չէ, noblesse դա բարձրություն, այդա է նշանակում, որ ասում են շնորհքով է, կը բարձր է, իրան հարգող մարդ է, այդենց այդ բարձրագույն, այդենց ինչ-որ մի բան է, որ ուրիշ երկրներում, չէ, Անգլիա կլինի, Իսպանիա, Ֆրանսիա, Ռուսաստան եւ այլն, այդ բառը չկա, այդ նշանակությունը չկա, մեր օգտագործման ասենք նման դες օգտագործում չկա։ Դա մասը այդպես նոբլեսը օրինակ Ֆրանսիայում կասեին այն բուրժուազների, արիստոկրատներին խոսքի, չէ՞, այդպես ինչ որ այդպես բարձր խավի մարդկանց, բայց մենք պիտի հենց լինենք, բոլոր հայերս պիտի լինենք բարձր խավի մարդիկ, արիստոկրատի նման, մենք պիտի լինենք նոբլը, չէ՞, շնորհքով մարդիկ, այդ մենտալիտետը, որ մենք վերադարձնենք մեզ, արդեն բոլորը ոչ թե մեզի շանտեղ կդնեն, ոնց որ այդ Ռուսաստանում են անում, չէ, այլ որպես բարձրագույն մարդկանց մեզի կհարգեն, այդ ձևի պիտի լինի հայը եւ Հայաստանը, լավ մնացեք, շնորհքով հայեր, առողջ եղեք։ Մենք հաղթեցինք ընտրություններում, բայց կարևորը նույնիսկ դա չէ, կարևորն այն է ժողովուրդ ջան, որ դուք ձեր քվեարկությամբ կանխել եք Հայաստանի Հանրապետության բռնազավթման փորձը, բառից բուն իմաստով։ Որովհետև երբ որ վերլուծում ես արդյունքները, ակնհայտ է, որ 3 ընդդիմադիր ուժերը, Քոչարյանի ուժը, Ծառուկյանի ուժը եւ Կալուգացի ուժը բաժանել են համատարած ընտրակաշառք։ Այո, իրավապահ մարմինները ինչքան կարողացել են այդ դեպքերը բացահայտել են, բայց ակնհայտ է, որ դեպքերի մի մեծ հատված էլ մնացել է չբացահայտված։
Եվ ակնհայտ է այս տասնյակ ձայնագրություններից, որտեղ մենք լսել եք բոլորդ, երբ որ այս ուժերի տասովշիկները խոսում են ընտրակաշառք բաժանել մասին, ակնհայտ է, որ մենք գործ չունենք ինչ որ անկախ դեպքերի հետ։ Գործ ունենք նպատակաուղղված, կազմակերպված, օտարերկրյա աջակցությամբ ընտրակաշառքների բաժանման սխեմայի հետ, եւ ակնհայտ է, որ այս տասովշիկները ուղղակի մի օր չեն զարթնել որոշել ընտրակաշառք բաժանել։ Ակնհայտ է, որ իրանց հրահանգել են եւ ակնհայտ է, որ իրանց փող են տվել, որպեսզի նրանք բաժանեն։ Եվ ես ակնկալում եմ եւ մենք ակնկալում ենք, որ մոտակա ամիսներին մեր իրավապահ մարմինները բացահայտեն այս ընտրակաշառքների սխեման եւ մինչեւ վերև հասնեն եւ գլխից բռնեն։ Ակնհայտ է բոլորին, որ կա 3 պատասխանատու՝ Քոչյանը, Կալուգացին եւ Ծառուկյանը։ Ես ակնկալում եմ, որ նրանք պիտի կրեն պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության բռնազավթման փորձի համար։ Եվ մտորումներ ընդդիմադիրի հայացքից հիմա եւ ընդդիմադիրների մասին։ Ես այս վերջին 8 տարիներին փորձել եմ իմ գործով, խոսքով աջակցել են բոլոր մարդկանց, որոնք իմ կարծիքով ուզում էին իմ երկիրն առողջացնել։ Հնարավոր է ես էլ եմ սխալվել կամ սխալվում, բայց ես կարծել եմ, որ այդ ուժերը, մարդիկ, անհատները, խմբերը կարող են օգնել։ Ու ես հավատացել եմ հավաքական ընդդիմության ուժին։ Բայց այսօր, այսքան տարի անց, հետադարձ հայացք նետելով, ես կարող եմ բարձրաձայնել մի մեծ սխալ, որը ընդդիմությունը առաջին իսկ օրվանից գործեց։ Ընդհանրապես մտնելու ընտրապայքարի մեջ գործող իշխանությունների հետ։ Այդքան բան։ Սա երևի այս վերջին տարիներին ամենամեծ եւ իդեպ կրկնվող սխալն էր։ Ցավով եմ ասում։ Ընդդիմադիրները իրենց պարտությունից հետո էլի սկսել են նույն հին երգը երգել, թե բա եղել են ընտրակեղծարարություններ, ճնշումներ եւ այլն եւ այլն։ Չէ, լուրջ եք խոսում։ Եվ դա ասում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ եղել են ամենամեծ ընտրակեղծարարներն ու կաշառակերները։ Հարգելի ընդդիմադիրներ, մի փորձեք քաղաքական դիվիդենդներ շահել, կեղծ թեզեր առաջ բերելով, որովհետեւ ժողովուրդը վաղուց տարբերում է փաստը մանիպուլյացիայից։ Ծառուկյանը երևի մտածում էր, որ մենք կատակում էինք, երբ ասում էինք, որ հունիսի 8-ին եռագլուխ բանդան երազելու է փախնելու հնարավորության մասին, բայց այդ հնարավորությունը չի ունենալու։ Իսկ մենք չենք կատակում։ Ուրախ բոլորիդ։ Անկեղծ ասած, հետևում էի Սամվել Կարապետյանի կողմից կազմակերպված հանրահավաքին եւ ունեմ ընդամենը մեկ տպավորություն, որ այն գումարները, որոնք որ նա ներդրեց Հայաստանում իշխանափոխության հասնելու համար, բոլորովին ապարդյուն էին։ Եվ ոնց որ ժողովուրդն է ասում, տաշիր, էս ոնց քաշիր։ Վերջը դուք չսովորեցիք քաղաքականությամբ զբաղվել։